Եթե ուշադրություն դարձնենք մեր միգրացիոն հոսքերին եւ քաղաքացիության դիմումներին, կնկատենք, որ քաղաքացիությունը օգտագործվել է երկու նպատակով։ Առաջինը ձեռք բերելու համար ճամփորդական փաստաթուղթ։ Կին դասանը ներկայացրեց տպագրված անձնագրերի թվաքանակը։ Եթե ուշադրություն դարձնեք այն տարիներին, երբ որ մեր հայահոծ համայնքներում Սփյուռքի կային խնդիրներ, օրինակ որոշակի երկրների հետ, որտեղ այդ համայնքի մեր հայրենակիցները այդ երկրի քաղաքացիներ էին եւ չեն կարողանում ճամփորդել, ունեն ճամփորդական բարդություններ։ Ներկայումս եւս կա նման իրողություն, անթակույց ակնհայտ է Ռուսաստանի հայ համայնքի հետ կապված։ Եվ մենք ինչ ենք նկատում, մենք նկատում ենք ակնհայտ դիմումների կտրուկ աճ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով։ Եթե նայեք անցած տարվա 25 թվականի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32,000-ը։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքի։ Դրա նախորդ 2 տարիները 20,000-ից ավել են եղել այդ դիմումները։ Եթե դրանից հետ ենք գնում, արդեն տեսնում ենք 7-8,000 միջին թվեր, հա, տեսնում ենք ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, եւ հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր հիմնականում դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով, ազգությամբ հայեր են։ Այսինքն սա հիմնականում այս տենդենսը առնչվում է մեր Սփյուռքին։ Բայց ինչի ես երկար պատմությունը իր վիճակագրություններով ներկայացրեցի, որ բովանդակությունը ներկայացնեմ, այսինքն ստացվում է, որ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Որովհետև եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այդ պահանջները զրոյական են։ Այսինքն որևէ պահանջ չունի։ Հիմա դուք կարող եք ասել, մենք պարբերաբար լսում ենք, որ մեր հայրենակիցներից բարդ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը։ Ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չի։ Կարող է առկային վարչարարական բարդություններ, այսինքն մարդը չունի բավարար փաստաթղթեր ազգության հիմքերը ապացուցելու համար։ Մի տվյալը սխալ է, մեկ այլ տվյալի հետ պետք է համադրել, պետք է ճշտել։ Այսինքն եթե նայում ենք այս վարչարարության թղթային տրամաբանությամբ, հա, միգուցե բարդություններ արտահայտ։ Սակայն եթե նայում ենք այն պահանջներին, որոնք առաջադրում է պետությունը, ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունը ըստ էության ոչ մի պահանջ չի առաջադրում։ Եվ սա իմ մասնագիտական կարծիքով, թույլ տվեք անհամեստություն անել այս պարագայում եւ սա ասել, խնդիր է։ Եվ այս խնդիրը պետք է հասցեագրի։ Նմանատիպ շեշտադրումներ ունենք նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, քաղաքացիության հետ կապված, սակայն դա միակ կրվանը կամ տրամաբանությունը չի։ Այս խոսակցությունները քաղաքացիության ինստիտուտի արժևորման մասով մենք ունեինք դեռևս այն ժամանակահատվածում, երբ որ դեռ չէր սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը Եվրոպական միության հետ։ Այսինքն այս խնդիրը նոր չէ մեր օրակարգում։ Եվ առաջիկայում մենք նաև կներկայացնենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը կհասցեագրի այս խնդիրները։ Եվս մեկ խնդիր նշեմ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված եւ այլ բան այս մասով սահմանափակվեմ։ Այն անձով դադարեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հնարավորություն ունի 10 րոպե հետո դիմել այդ քաղաքացիությունը վերականգնելու համար։ Արդյոք սա տրամաբանական է եւ նորմալ է։ Կրկին իմ համեստ մասնագիտական կարծիքով ոչ։ Նորմալ չէ եւ տրամաբանական չէ։ Եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իր կամքով ասում է, որ ես այլևս չեմ ցանկանում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա նշանակում է, որ այն սոցիալական կոնտրակտը, այն պայմանագիրը, որ ունի պետությունը եւ քաղաքացին ասում է, ես դադարեցնում եմ այդ պայմանագիրը, չեմ ուզում այլևս այդ պայմանագրի մաս լինել։
Սակայն մի այսպես շենքի շուրջ պտույտից հետո կարող է քաղաքացին ասել, չէ, հիմա ես այլևս ցանկանում եմ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ակնհայտ է, որ այդտեղ կան այլ դրդապատճառներ, մասնավորապես անչափահասների քաղաքացիության դադարեցման մասով։ Մենք պետք է ինձ թվում է անկեղծ խոսակցություն բացենք այս իմաստով մեր հանրության մասով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պարագայում անչափահասը կարող է դադարեցնել մեր օրենսդրությամբ Հայաստանի քաղաքացիությունը միայն եթե ծնողներից որևէ մեկը դադարեցրել է քաղաքացիությունը։ Խոսում ենք մեր անչափահասների քաղաքացիության դադարի մասին եւ մասնավորապես խոսում ենք արական սեռի մեր անչափահասների քաղաքացիության դադարեցման մասին։ Եվ այս հարցը Ես կարծում եմ, որ քաղաքացիության ինստիտուտի համատեքստում պետք է հասցեագրվի։